Անկախ նրանից, թե մեզ դա դուր է գալիս թե ոչ, չի փոխվում այն փաստը, որ արհեստական բանականությունը ստանձնում է կարևոր դեր շատ ոլորտներում։ Կան արհեստական բանականության շատ գործիքներ, սակայն պետք է որոշել դրանց օգտակարությունը մեզ համար։ Քանի որ շատերդ էիք հարցնում, թե ինչպես եմ կարողանում ստանալ այն գեղեցիկ պատկերները, համադրությունները պայուսակների հետ, որոշեցի բացել փակագծերը և ձեզ ծանոթացնել իմ օգտագործած գործիքներին։ Այս տեսանյութում ծանոթացնում եմ ձեզ այն ծրագրերին, որոնք օգնում են ինձ թվային արվեստի միջոցով նոր շունչ տալ իմ աշխատանքներին։ Այս տեսանյութը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ոչ միայն հիանում են թվային արվեստով, այլև ցանկանում են տիրապետել դրա գործիքակազմին։ Եկեք միասին ուսումնասիրենք այդ ծրագրերը, որոնք կօգնեն ձեզ կյանքի կոչել ձեր մտահղացումները։ Իմ դեպքում ես այս ծրագրերն օգտագործում եմ պայուսակների համար գեղեցիկ լուքեր, յուրօրինակ ֆոներ ստեղծելու համար, բայց հնարավորություններն անսահման են։ Դուք կարող եք սա օգտագործել ձեր թեմային համապատասխան, անկախ նրանից, թե դուք ինչով եք զբաղվում։ Թխում եք համեղ տորթեր, պատրաստում եք անուշաբույր մոմեր, թե ստեղծում եք զարդեր։ Դե ինչ, եկեք ստեղծենք և տեսնենք, թե ինչպես կարող է ձեր գաղափարները դարձնել տեսանելի։ Այս ծրագրերը կօգնեն ձեզ ներկայացնել ձեր ապրանքն այնպես, որ այն անհնար լինի չնկատել։ Այսօր ձեզ կծանոթացնեմ մի ծրագրի հետ, որը կոչվում է Gemini։ Դրա համար մեզ անհրաժեշտ է մուտք գործել Google և ներբեռնել Gemini հավելվածը։ Բացում ենք Edge-ը և այստեղ արդեն մեզ հարցնում է, թե ինչ է անհրաժեշտ մեզ, պլյուս նշանին սեղմելով բացվում է նկարների պատուհանը և այդտեղից մենք կարող ենք ընտրել մեզ անհրաժեշտ նկարը, որը որ ուզում ենք ենթարկել փոփոխության։ Օրինակ, ես այստեղ ընտրել եմ մի պայուսակ և ցանկանում եմ այս պայուսակի համար ստեղծել գարնանային լուք, որտեղ լինի գարնանային տեսարան, աղջկա հագին լինի սպիտակ սպորտային կոշիկներ և արդեն պայուսակին համապատասխան երանգի զգեստ։ Հիմա տեսնենք, թե ինչ է մեզ համար գեներացնում արհեստական բանականությունը, այս դեպքում արդեն Gemini արհեստական բանականությունը։ Վայրկյանների ընթացքում նա գեներացնում է նկարը և կարող ենք նաև նկարը փոփոխության ենթարկել։ Օրինակ, ես այստեղ հիմա կտեսնենք, ահա, տեսեք ինչ գեղեցիկ համադրություն ստեղծեց, բայց այստեղ ինձ համար կարծես զգեստի գույնը այդքան էլ ճիշտ չի, պայուսակը վրան չի երևում և ես որոշեցի, նախ առաջինը պայուսակը բնականից ավելի փոքր է, իսկ ինքը ստեղծել է ավելի մեծ, ես գրեցի, որ փոքրացնի պայուսակի չափսերը և հաջորդը զգեստի գույնն եմ ցանկանում փոխել և կոշիկներն եմ արդեն ցանկանում լինի, որ պայուսակի երանգի։ Հիմա այսպես, այսինքն երբ ուզում եք ինչ-որ մի բան փոխել կամ ստեղծել, պետք է մանրամասն գրել ինչ եք ուզում, ինչ գույնի եք ուզում, ինչ ձևի, ինչ տեսարան լինի և ինքը ինչքան մանրամասն եք ներկայացնում, այնքան արհեստական բանականությունը ձեր մտքերին մոտ նկարներ է գեներացնում։ Հիմա տեսնենք, արդեն պետք է զգեստի գույնը լինի սպիտակ, սպորտային կոշիկները արդեն պայուսակի երանգի։ Այսպես տեսնում եք, որ հնարավոր է, այստեղ չի երևում անգամ, որ այդ պայուսակը արհեստական բանականության միջոցով է աղջկա ձեռքին հայտնվել։ Իսկ այստեղ էլ ես նախօրոք պատրաստել էի, այս նկարներն էի գեներացրել և հերթով գրել էի, թե ինչ եմ ուզում։ Այստեղ այս լուքը, այս տեսարանը դուրս եկավ և պատկերացրի այստեղ արդեն ուրիշ շոր և մանրամասն գրեցի ինչ եմ ուզում և ահա արդյունքում ստացա այս լուքը։ Այսինքն պետք է մանրամասն գրեք։ Այստեղ էլ արդեն ես մոմի նկար եմ Pinterest-ից քաշել և արդեն ցանկացել եմ, որ տա ֆոն։ Եվ հետո դրանից հետո գրեցի այնպես արա, որ այդ մոմը հայտնվի աղջկա ձեռքում և ինչպես տեսնում եք, կատարել է գործը։ Այստեղ նույնպես լուք եմ ցանկացել հավաքել և մանրամասն գրել եմ, որ աստիճաններով իջնի, բայց նկատեցի, որ ամբողջը սև է, որոշեցի ուստը փոխի սպիտակ գույնի և ահա տեսնում եք արդյունքը։ Հուսով եմ հավանեցիք և եթե ձեզ կհետաքրքրի, ես կարող եմ նաև հաջորդ տեսանյութերում ծանոթացնել մյուս գործիքներին, որոնք որ ես օգտագործում եմ իմ արտադրանքը ներկայացնելու, իմ պայուսակները ավելի հետաքրքիր ներկայացնելու համար։